Ձեր փաստաբանը։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է կենսաթոշակների չափի փոփոխության, ինչպես նաև վճարման կարգի հետ կապված նորամուծություններին։ Այս հարցերի շուրջ քննարկելու նպատակով մեր տաղավարին հրավիրել ՀՀ ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիկնաս Տիգրանյանին։ Բարև ձեզ, Տիկին Տիգրանյան։ Բարև ձեզ։ Տիկին Տիգրանյան, որոնք են մեր օրենսդրությամբ կենսաթոշակի տեսակները։ Շնորհակալ եմ նախհրավերի համար, որովհետև սա շատ կարևոր թեմա է եւ անդադ լուսաբանման անհրաժեշտություն ունի, ելնելով դատելով այն հարցերի քանակից, որ մենք ստանում ենք, մարդկանց մոտ դեռ ամբողջական ընկալում չկա եւ վերջո իր նպաստը կամ կենսաթոշակը, այստեղ խոսքը ոչ միայն պիտի ասեմ թոշակներին է վերաբերում, բայց նաեւ նպաստներին, արդյոք այդ ավելացումները իրեն վերաբերում են թե ոչ։ Եվ արդից օգտվելով ասեմ, որ մենք կենսաթոշակային համակարգի մասին երբ որ խոսում ենք, բարձրացումների նկատի ունենք պետության կողմից տրամադրվող պետական կենսաթոշակները եւ նպաստները, այսինքն կൂട്ടակային բաղադրիչի մասին մենք դեռ չենք խոսում։ Մենք խոսում ենք այն անձանց կենսաթոշակի ավելացման մասին, որոնք ամբողջությամբ ֆինանսավորվում են պետբյուջեից։ Եվ մեր գործող օրենսդրությամբ գիտեք, որ կենսաթոշակը ըստ էության երկու տեսակ է լինում՝ աշխատանքային կենսաթոշակներ եւ զինվորական կենսաթոշակներ եւ դրանք ունեն իրենց ենթատեսակները։ Աշխատանքայինը ենթադրում է, որ կապված է մարդու աշխատանքային գործունեության, աշխատանքի ստաժի տարիների հետ։ Այստեղ կարող են լինել նաեւ երկարամյա ծառայության թոշակներ, արտոնյալ պայմաններով կամ աշխատանքի հաշմանդամության թոշակներ կերակրողին կորցնելու եւ նույնը վերաբերում է նաեւ զինվորական թոշակներին, որոնք իրենց հերթին լինում են հաշմանդամության, երկարամյա ծառայության կերակրողին կորցնելու։ Եվ այս բարձրացումը, որը ապրիլի 1-ից տեղի է ունենալու, ըստ էության վերաբերում է իմ թվարկած բոլոր տեսակի կենսաթոշակ ստացողներին, այս կամ այն չափով։ Այստեղ է որ քաղաքացիների մոտ հարց է ծագում, արդյոք իր թոշակի ավելացում կլինի այս կամ այն չափով կամ մինչև 10,000 դրամ, եւ այդ փոփոխությունը որքանով բարեկեցություն կբերի, սա արդեն գնահատման հարց է, բայց պիտի ասեմ, որ բոլորին է վերաբերում ըստ էության, ուղղակի տարբեր բանաձևեր կան կենսաթոշակների հաշվարկման, մեր գործող օրենսդրությունը շատ այսպես տարբերակված մոտեցում ունի, մոտավորապես թվով 30 տեսակ կենսաթոշակ ունենք եւ հաշվարկի տարբեր բանաձևեր։ Եվ այդ բանաձևը բավականին բարդ է, եթե կարելի անդրադառնանք ինչպես է այդ մեխանիզմը, սկզբունքը որն է հաշվարկման։ Քաղաքացիներին շատ չծարաբեռնենք այդ բանաձևի թվաբանությամբ, բայց մեկ սկզբունք այստեղ հաշվի առնենք, նրանք ովքեր երբևէ աշխատել են եւ ունեն աշխատանքային ստաժի գոնե 10 տարի, ապա նրանց համար հաշվարկվում է, այո, նրանց համար հաշվարկվում է ուրեմն այդ տարիքային աշխատանքային կենսաթոշակ, որի համար հիմք է ընդունվում հիմնական կենսաթոշակը, որը այս պահին 24,000 դրամ է, ապրիլի 1-ից կդառնա 34,000 դրամ, գումարած իր աշխատանքային ստաժի տարիները, այստեղ էլ բանաձևը տրոհվում է, որովհետև առաջին 10 աշխատանքային տարվա ամեն տարվա արժեքը 900 դրամ է, դրանից հետո 500 դրամ է, եւ գումարած անձնական գործակիցը։ Այս բանաձևով ձևավորվում է անձի կենսաթոշակը, աշխատանքային տարիքային կենսաթոշակը։ Երբեմն հարցնում են, ես ունեմ 55 տարվա, ասենք, աշխատանքային ստաժ, որքան կլինի իմ կենսաթոշակը, միանգամից պատասխանել դժվար է, որովհետև պետք է հաշվարկել այս բոլոր գործակիցներով։ Այստեղ միակ ստատիկ թիվը, այդ չփոփոխվող թիվը դա 24,000-ն է, որը ապրիլի 1-ից հետո կդառնա 34,000։ Այսինքն հիմքը ընդունում ենք այն, որ թոշակի հաշվարկման հիմք հանդիսացող այդ գործակիցը ավելանում է։ Հետևաբար նրանք ովքեր ստանում են աշխատանքային տարիքային կենսաթոշակ, ուրեմն 10,000 դրամով, որտեղ 24-ը դառնում է 34, իրենց մոտ ավտոմատ թոշակը կավելանա 10,000 դրամով։ Իսկ որոշակի սանդղակների բարդություն կամ փոփոխություն լինում է նաև զինվորական թոշակների պարագայում, որովհետև այստեղ արդեն ոչ միայն հիմնական կենսաթոշակն է, որը այս պահին 20,000 դրամ է, ապրիլի 1-ից կդառնա 21,000 դրամ, եւ յուրաքանչյուր տարին 1,750 դրամից կդառնա 2,000 դրամ, բայց նաև սրան ավելանում է, թե ինքը զինվորական որ կոչումով է
անցել կենսաթոշակի իրավունքի, այսինքն ձեռք բերել կենսաթոշակ։ Այս դեպքում Իսկ ժամանակագրական առումով վերջին 5 տարիների թե տվյալ պահի, որն է հիմք տվյալ պահին իր կենսաթոշակի իրավունքը ձեռք բերելու պահին իր ուրեմն զինվորական կոչումը պլյուս ծառայության ամեն տարին ավելանում է նրա կենսաթոշակին։ Հետևաբար կոնկրետ անձի համար ասել հաշվարկել որքան է ձերը, պիտի ուրեմն մի քանի հարցեր էլ լրացուցիչ տանք, որպեսզի հասկանանք իր մոտ ինչպես է։ Բայց մենք ասում ենք, որ եթե հիմք հանդիսացող, հաշվարկի հիմք հանդիսացող հիմնական կենսաթոշակի չափը ավելացել է 24000-ից դառնում է 34000, դա նշանակում է արդեն 10000 դրամ հաշվարկեք ձեր կենսաթոշակի վրա, որ պիտի ավելանա։ Սա վերաբերում է գոնե բոլոր աշխատանքային ստաժ ունեցող անձանց, որոնք ստանում են աշխատանքային տարիքային կենսաթոշակ։ Բայց նաև ավելանում է այն կենսաթոշակի չափը, որին մենք ասում ենք ծերության նպաստ։ Նախկինում դա թոշակ էր կոչվում այն անձանց համար, ովքեր երբևէ չեն աշխատել, այսինքն չունեն օրենքով նախատեսված այդ մինիմալ գոնե աշխատանքային ստաժի տարիները, նրանց դեպքում էլ այս պահի դրությամբ 36000 դրամ է նվազագույն ուրեմն կենսաթոշակը, ապրիլի 1-ից դա դառնում է 46000 դրամ։ Սա նշանակում է, որ անձը, ով երբևէ չի աշխատել, 46000 դրամ կստանա որպես ծերության նպաստ, եւ սա հավասար է նաեւ նվազագույն կենսաթոշակի չափին, որը այս պահին 36000 դրամ է, նվազագույն կենսաթոշակը։ Պիտի տարբերենք հիմնական կենսաթոշակ, նվազագույն եւ միջին կենսաթոշակ։ Այո, եւ բոլոր այս հասկացությունների հաշվարկման այդ հիմնական կենսաթոշակ հասկացությունը, եթե կարելի մի փոքր չնայած բարձր է ձեր ասվածից, բայց եթե կարելի մի փոքր նաեւ ընթացքում բացենք ինչ է։ Շատ լավ։ Եվ նաեւ այդ նվազագույն կենսաթոշակը, որը ապրիլի 1-ից կդառնա արդեն 46000 դրամ, նշանակում է 46000 դրամից պակաս ստացող նպաստ կամ թոշակ մեր երկրում չի լինի։ 46000 դրամի պարագայում մենք այս թիվը համադրելի է, մի փոքր էլ ավել է այս պահին գործող, ավելի ճիշտ 25 թվականի 3-րդ եռամսյակին եղած նվազագույն պարենային զամբյուղին, որովհետև սա նաև մեր հանձնառությունն էր, որ մինչև 26 թվականը նվազագույն կենսաթոշակը եւ միջին կենսաթոշակը համադրելի դարձնել պարենային զամբյուղին եւ սպառողական նվազագույն զամբյուղին։ Այս պահին պիտի ասեմ, որ առաջի թիրախը հաղթահարված է, մենք պարենային զամբյուղը ՇՄ անգամ գերազանցել ենք։ Իհարկե դա լավագույնը չէ, որ ասենք բարեկեցություն ենք ապահովում, բայց սա մեզ տրվեց հնարավորություն այն պարագայում, երբ որ մենք ունեցանք որոշակի տնտեսական աճ։ Եվ եթե քննարկումների Այսինքն մենք կարող ենք ընթացքում ակնկալել, որ կլինեն այդ փոփոխությունները, աճ կլինի, նաև պայմանավորված տնտեսական աճով։ Չբացառենք ինչու, որովհետև մենք նման նախադեպ ունեցել ենք 23 թվականին։ Մենք 23 թվականին երկու անգամ հուլիսին եւ սեպտեմբերին ունեցել ենք թոշակի եւ նպաստի չափի բարձրացում, որովհետև տնտեսական աճը եւ հավաքագրված հարկերը տվեցին հնարավորություն կառավարությանը երկու անգամ վերանայում անելու։ Այս անգամ մենք բյուջեում չունենք նախատեսած, բայց տարվա սկզբի մեր քննարկումները եւ տնտեսական աճը տվեցին հնարավորություն վերանայում անելու։ Այս պահին մենք անում ենք ապրիլի 1-ից։ Եթե կունենանք հնարավորություն եւս մեկ անգամ վերանայում անելու, մենք դեռ պիտի մեր վերջնական թիրախին էլ հասնենք այդ սպառողական զամբյուղի հետ համադրելի դարձնելը կամ չափի հետ համեմատելի դարձնելը, ինչը շատ ավելի մեծ թիվ պիտի լինի։ Սրան զուգահեռ ուզում եմ ասել, որ մենք նաեւ գիտեք, որ սոցիալական ապահովության բյուջեն ըստ մոտավորապես 93 միլիարդ է եւ երկրորդն է ԲՆ-ի ծախսերից հետո, որովհետեւ մենք այստեղ ավելի շատ ունենք ուղղություններ, ծախսման ուղղություններ, նաեւ հաշվի առնելով բնական աճը, նկատի ունեմ կենսաթոշակային տարիքի անձանց համակարգ մուտք գործելը, բայց մի փոքր գուցե հիմա թեմայից շեղվեմ, ուզում եի մինչև եթեր գալի մի քննարկում, որը հենց կենսաթոշակային կամ մենք չենք ասում տարեցներ, ասում ենք ավագ սերունդ, մեր ժողովրդագրության ռազմավարությունը միտված է նրան, որ մենք ավագ սերունդին շարունակենք ավելի երկար պահել աշխատաշուկայում, որովհետև տարիքով չի որոշվում նրա մասնագիտական ունակությունները, կարողությունները եւ հետեւաբար գործատուի համար այդպես չենք դնում միանշանակ ճանապարհը բացելու տարբերակ, այլ
պահում ենք նրան աշխատաշուկայում այնքան, ինչքան կգտնեն, որ նա ունակ է իր պաշտոնեական պրոգրեսիվ եւ առողջ մոտեցում է, որը որ արևմուտքից է գալիս եւ մենք խրախուսում ենք նաեւ առողջ ապրելակերպը եւ նաեւ հաշվի առնելով առողջապահության նախարարության տված տվյալները, որ մեզ մոտ ուրեմն տարիքը միջին տարիքը շեմ որոշակի չափով բարձրացել է, ինչը նշանակում է, որ մենք պիտի օգտագործենք ավագ սերնդի կարողությունները եւ տեսեք, եթե նա կենսաթոշակային տարիքի հասնի, նա կստանա իրեն հասանելի կենսաթոշակը եւ ամեն տարի աշխատելով այդ թոշակի ստաժի տարիների վրա կավելացնի եւս այդ աշխատած տարիների գումարը, ինչը կարծում եմ ավելի մարդուն կխրախուսի։ Միանշանակ Տիկին Տիգրանյան, մենք խոսեցինք հիմնական կենսաթոշակ, եթե կարելի անդրադառնանք եւ նպաստերների հաշվարկման, դուք իհարկե ծերության նպաստի մասին ասացիք, այստեղ սկզբունքը զուտ միանվագ այդ ավելացումն է, թե կան էլի բանաձևեր տրված հիմքում հաշվարկման, վերահաշվարկման։ Երբ որ խոսում ենք նպաստների մասին, ամեն նպաստ չէ, այս որ այս փոփոխությանը ենթակա է, որովհետեւ նաև հարցումներն են շատ այն մասին, արդյոք երեխայի խնամքի նպաստը, մայրության նպաստը եւ այլը վերանայվում են, ոչ, այս դեպքում վերանայվում են, այս պահին վերանայվում են այն նպաստները, որոնք կապված են որոշակի ձևով կապված են հիմնական կամ նվազագույն կենսաթոշակի փոփոխության հետ։ Այստեղ մենք մի քանի կատեգորիաների այս փոփոխությունը վերաբերում, ուրեմն տարիքային կենսաթոշակներ, հաշմանդամության կենսաթոշակներ, այդ թվում զինվորական հաշմանդամության կենսաթոշակներ եւ կերակրողին կորցնելու դեպքերի կենսաթոշակներ, էլի քաղաքացիական եւ զինվորական եւ ամենամեծ բարձրացումները հիմնականում զինկապով հաշվանդամների մասով է եւ կերակրողին կորցնելու մասով։ Կարող են որոշակի թվային տվյալներ ներկայացնել, տեսեք, մենք այս պահին գործող չափերը հետեւյալն են, որ հաշվանդամության նպաստները մենք նախկինում խմբերով ենք, չէ՞ խոսում, առաջին խումբ, երկրորդ խումբ, երրորդ խումբ, հիմա դրանք համապատասխանում են ֆունկցիոնալության խորը, ծանր եւ միջին սահմանափակումներին։ Մենք ունեինք, ուրեմն, եթե նա ըստ էության երրորդ խումբ էր, ֆունկցիոնալության միջին սահմանափակում 36000 դրամ էր նրա նպաստը։ Ապրիլի 1-ից դա դառնում է 46000 դրամ։ Երկրորդ խումբը 37500 դրամ էր։ Ապրիլի 1-ից այն կդառնա 47500 դրամ, ուղիղ 10000-ական դրամով է ավելանում եւ առաջին խումբը, որը խորն է, այո, 39000 դրամ է, դառնում է 49000 դրամ։ Բայց մի փոքր ավելի բարդ է բանաձևը զինվորական կենսաթոշակների հաշվարկման պարագայում, որովհետև այստեղ մենք կրկնակի հաշվարկման բանաձև ունենք, արդեն նշեցի, որ այդ հիմնական կենսաթոշակի չափը 20000 դրամ է, յուրաքանչյուր զինծառայության տարիների ստաժի գումարը 1750 դրամ է, որը դառնում է 2000 դրամ, եւ գումարած նրա զինվորական կոչումով տրված այդ պատվո վճարների գումարը։ Այստեղ տարբեր է, թիվը չեմ կարող ասել կոնկրետ ինչքան կդառնա կոնկրետ անձի համար, բայց զինվորական միջին կենսաթոշակը այս պահին գործող 96300 դրամ է, ապրիլի 1-ից այն կդառնա 105000 դրամ միջինացված։ Եվ զինվորական հաշմանդամության ուրեմն թոշակների չափն է ավելանում, եթե առաջին խմբի դեպքում այսօր գործող 50600 դառնում է 64600, երկրորդ խումբը 41400-ից կդառնա 54800 եւ երրորդ խումբը միջին սահմանափակում ունեցող զին հաշմանդամների դեպքում 38000-ից 48000 դրամ։ Կերակրողին կորցնելու դեպքում սա եւ քաղաքացիական եւ զինկապով, հա, եթե երկկողմանի ծնողազուրկ եւ կապված զինվորական ծառայության հետ, ապա 120000-ը դառնում է 170000 դրամ։ Մենք հիմա թվեր ենք հնչեցնում, որը կարծում եմ խճճում է կամ բարդացնում անկալել է։ Ամեն դեպքում կարող են լսել հստակ, եթե հստակեցում լինի եւ եթե հարցեր ունենան, կարող են համապատասխան, կարծում եմ, նույն սոցիալական նախարարություն դիմել, միգուցե ազգային ժողով նաեւ կամ սպասել ապրիլի 1-ի եւ տեսնել ինչպես փոխվեց իրենց հաշվի վրա։ Եվ այդ փոփոխությունների հիման վրա, եթե հարցեր լինեն, կարող են լիազոր մարմնին կարծում եմ ներկայացնել իրենց դիմումները, հարցեր։ Միանշանակ։ Ուղղակի այսպես եթերում թվեր հնչեցնելը շատ մի քիչ ճիշտ է։ Ամեն դեպքում կարող են լսել կայքում տեղադրվում է հաղորդումը, կարող են լսել, եթե այսպես ընդհանուր մոտեցումը հասկանան, իսկ ավելի կոնկրետ, այո, այստեղ սկզբունքը կարևորը հասկանալի է, ներկայացվեց։ Ես հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք զրուցում ենք կենսաթոշակ
կենսաթոշակների փոփոխության մասին եւ նաեւ վճարման կարգի հետ կապված փոփոխություններին եւ մեր հյուրն է ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիկնաս Տիգրանյանը։ Տիկին Տիգրանյան, անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է փոփոխություն կրել վճարման կարգը կենսաթոշակների հետ կապված, թեև այսօր արդեն իսկ այդ փոփոխությունների մի մասը կատարվել է, բայց այդ շրջանակից դուրս են մնացել 75 գումարած քաղաքացիները, ինչպես նաև առաջին եւ երկրորդ խումբ հաշմանդամություն ունեցող անձիկ։ Խնդրում եմ ներկայացրեք, ինչ ձևով են այդ փոփոխությունները անդրադառնալու եւ հետո անդրադառնամ մյուս հարցերին։ Շատ լավ, տեսեք, մենք անկանխիկ վճարման համակարգին անցել ենք ոչ հիմա, բայց այս պահի դրությամբ ըստ էության 15000 քաղաքացի ունենք, թոշակառու կամ նպաստառու, ովքեր դեռ կանխիկ եղանակով են ստանում իրենց նպաստը կամ թոշակը։ Խնդիրը այս 15000-ին համակարգ բերելն է եւ նրանց եւս դարձնել անկանխիկի շահառուներ։ Ինչու՞, որովհետեւ պետությունը ուղղակի խրախուսում է եւ պետության կողմից թոշակ նպաստ տրամադրելու անկանխիկ եղանակը եւ նաեւ խրախուսում է նրանց կողմից անկանխիկ առևտուր անելու, անկանխիկ գնումներ անելու ուրեմն մեխանիզմը։ Եվ երբ որ ես խոսում էի թոշակների եւ նպաստների բարձրացումների մասին, 10000 կամ 10000-ական դրամով կամ մինչեւ 10000 դրամ, տեսեք, այստեղ մենք չենք խոսում հետ վճարի համակարգի մասին, որը թոշակառուների դեպքում կար արդեն ներդրված էր եւ համակարգում շատ մեծ թվով թոշակառուներ դա կիրառում էին, այսինքն on-line չէ, անկախի գնումների դեպքում նրանք հետ վճար էին ստանում եւ այս տարի էլ բյուջեով մենք նախատեսեցինք հետ վերադարձի գումարի շեմի ավելացում։ Պլյուս նաև համընդհանուր հայտարարման համակարգում 2%, եթե արկա քարտերով կատարեն իրենց ուրեմն գնումները։ Բայց քանի որ խնդիրը դրված էր բոլորին բերել անկախիկ դաշտ, այդպես ավելի բարձեցնելու, բայց մյուս կողմից էլ չդժվարացնելու ուրեմն թոշակառուների մեր ավագ սերնդի ուրեմն գործողությունները, որպեսզի դժվարություն չունենան եւ անհարմարություններ, կառավարությունը նաեւ իր որոշմամբ սահմանեց մեխանիզմ, որը ավելի դյուրինացնում է անկախիկ եղանակով բանկեր դիմելու, քարտ ստանալու, քարտից օգտվելու տարբերակները, ինչը նշանակում է, որ տեսեք, եթե անձը 85+ տարի լրացած է կամ 75-ից 85 տարեկան է եւ ունի ֆիզիկական տեղաշարժման դժվարություն կամ անկախ տարիքից ինքը ունի տեղաշարժման դժվարություն, ապա բանկ գնալու դիմում ներկայացնելու անհրաժեշտություն ինքը չունի։ Սուրհանդակային ծառայության միջոցով բանկը կառավարվի բնակարան եւ սոցիալական աշխատող ինստիտուտ կամ սոցիալական աշխատողը կամ բանկի աշխատակիցը այդ գործառույթը կիրականացնեն։ Ավելին, եթե քաղաքացին ունի տեղում դիմումը ստորագրելու դժվարություն կամ որևէ խնդիր, խոչընդոտ դիմումը ներկայացնելու, ապա նորից սոցիալական աշխատում միասնական սոցիալական ծառայության աշխատակցի ներկայությամբ նրա համար կդրվի այդ ստորագրությունը։ Սա մի տարբերակ, որ բոլորը կդառնան արդեն քարտապաններ, բայց եթե մինչև մարտի 5-ը քաղաքացիները դիմում չեն ներկայացրել, այսինքն կատեգորիայից դուրս մարդիկ պիտի դիմեն, որպեսզի ընտրեն, որ բանկի միջոցով են ուզում իրենց նպաստը կամ թոշակը ստանան։ Այո, եւ բանկերը, որոնք միացած են այս համակարգին, տրվում է նրանց ընտրելու հնարավորություն։ Եթե մինչև մարտի 5-ը, ապրիլ-մայիս արդեն խառնեցին, բայց մենք խոսում ենք ապրիլի 1-ից գործող համակարգի մասին, հետեւաբար մինչև մարտի 5-ը, եթե քաղաքացին չի ընտրել որ բանկի միջոցով, ապա ավտոմատ որոշվում է որևէ բանկը նրա համար եւ տեղեկացում է տրվում քաղաքացուն, որ ձեր անկախիկ գումարները կգտնվեն արդեն սրա։ Բայց ուզում եմ այստեղ նշել հետեւյալը. թոշակի եւ նպաստի անկախիկ վճարելը պետության կողմից չի նշանակում, որ քաղաքացին չի կարող իր գումարը կանխիկացնել եւ ծախսել կանխիկ տարբերակով։ Այստեղ մեր քաղաքացիների մոտ միշտ կա հյուրընկալում, որ մենք արգելք ենք դնում նաեւ կանխիկ գումար օգտագործելու վրա։ Ոչ, քաղաքացին կարող է մոտենալ բանկամատին, բանկին կանխիկացնել իր գումարը, որը պետությունը իրեն տվել է անկանխիկ, պետությունը ուղղակի գումարը ձեռքից ձեռք տալու մեխանիզմն է հանում այդ միշտորդավորված տարբերակը, բայց քաղաքացին կարող է գումարը կանխիկացնել եւ օգտագործել իր հայեցողությամբ որևէ սահմանափակում։ Այսօր էլ մի հարցադրում են արել, իսկ կարող ենք արդյոք կեսը կանխիկացնել, կեսը թողնել հաշվի վրա, ամենը կարող է հետ կապված, իհարկե որևէ խնդիր սահմանափակում չի կարող լինել։ Դա ձեր սեփականությունն է,
տիրապետեք, տնօրինок օգտագործեք ինչպես հարմար է եւ ինչի համար ուզում եք։ Շատ բարի, եթե խնդիր կա, դուք արդեն նշեցիք սոցիալական ծառայության, սուրհանդակային ծառայության միջոցով, բայց եթե անձը այս ապրիլ 1-յան ձևակերպում ներկայացնելուց process-ներից անցնում է, քարտ է ստանում, բայց այնուամենայնիվ հաշմանդամություն ունի եւ յուրաքանչյուր ամիս չի կարող օգտագործել այդ քարտը։ Այս դեպքում լիազոր ներկայացուցիչ պետք չէ, կարող է ցանկացած անձի, ընտանիքի անդամի, այսպես փոխանցել այստեղ անձի իդենտիֆիկացման խնդիր որևէ փուլում, որևէ գործընթացի գործառույթի հետ կապված չի առաջանում։ Ոչ, չի առաջանում եւ այդ փոխանցումը քարտի որևէ մեկին կարող է լինել իր կամընտրությամբ, դա կարող է լինել եւ ընտանիքի անդամ եւ ոչ ընտանիքի անդամ, ի վերջո եթե կանխիկ գումարն էլ կար, բայց նա ուներ խանութ հասնելու կամ գնումներ կատարելու դժվարություն, այդ գնումները կատարում էր ինչ որ մեկը, այդ ինչ որ մեկը կարող է լինել ցանկացած մեկը, ավելին այն դեպքում եթե նա հաշմանդամություն ունեցող տարեց միայնակ թոշակառու է, մենք ունենք նաև խնամքի ծառայություններ տրամադրվող, որը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատվիրակված է հասարակական կազմակերպություններին, եթե տվյալ մարզում համայնքում կան այդ ծառայությունները իրականացնողը, որոնք տնային խնամք են մատուցում տարեցներին, նրանք կարող են նաև այդ գնումները կատարել քաղաքացիների համար։ Ուղղակի պետք է տեղեկացված լինել, որ համայնքում մենք ունենք նման պատվիրակված ծառայություններ եւ որևէ լիազորագիր, անձնագիր չի պահանջվի այդ գործարքը կատարելու համար։ Որտեղից կարող են ծանոթանալ, տեղեկանալ այդ ծառայությունների նախարարության կայքից։ Շատ բարի, կարծում եմ մեր հետևորդները կարող են ծանոթանալ եւ տեսնել հարցերի դեպքում լրացուցիչ կապվել եւ վերջում Տիգրան Տիգրանյան, այս փոփոխությունները շատ դրական են, որովհետև նաև վճարման առումով փոփոխությունների մասին է եւ չափի մասին, իսկ ընդհանուր կարող ենք ասել, որ կենսաթոշակառուների իրազեկման, որովհետև մեզ հիմա կարող են շատերը լսել, բայց նաև լինել թոշակառուներ, որոնք որ այնուամենայնիվ այդ ինֆորմացիայի բացը կարող է դեռ ունենան։ Նրանց հետ կապված իրազեկման ինչ աշխատանքներ են տարվում կամ արշավներ կան, որոնք որ կհասցնեն մինչև մարզի վերջի բնակիչ այդ այլ եղանակով հեռախոսային այսպես ոնց որ ասում է փչացած հեռախոսի տարբերակով չհասնի ինֆորմացիան աղավաղված հաճախ։ Շատ լավ հարց եք բարձրացնում Տիկին Սոլոմոնյան, ինչու որովհետև ցանկացած ռեֆորմ, եթե անգամ ոչ ռեֆորմ, ուղղակի ինչ որ ծրագիր իրականացնելու պարագայում մեզ թվում է, որ մենք գիտենք եւ այդ մասին գիտեն բոլորը, բայց պարզվում է, որ մենք գիտենք, տեղեկացրել ենք, բայց ինչ որ մեկը այլ կերպ է ընկալել եւ այդ այլ կերպը շատ ավելի արագ է տարածվում, քան պաշտոնական հաղորդագրությունը։ Մենք միշտ խրախուսում ենք քաղաքացիներին հետեւել պաշտոնական հաղորդագրություններին, գոնե այս պարագայում ես չեմ հիշում ավելի մի փոփոխություն, որ այսքան նախարարի մակարդակով անդադ գրվի, բացատրվի, տեսանյութերը տարածվեն, բայց ելի ես տեսնում եմ որոշակի տարընթերցումների խնդիր։ Գուցե մենք բարդ լեզվով ենք խոսում, ես չեմ բացառում, մեզ թվում է, որ մենք պարզ մատչելի ենք բացատրում մեր քաղաքացիներին, բայց ամեն դեպքում հարցը մեկնաբանելուց հետո նորից առաջանում են հարցեր, ինչը նշանակում է մենք հատկապես որ վերահաշվարկի եւ անհատական հանգամանքներն ու փաստերը հաշվի առնելու հարց է առաջանում, միգուցե շատերի մոտ լինեն այդ հարցերը։ Օգտագործում ենք ոչ միայն մեր միասնական սոցիալական ծառայությունների ներուժը տեղերում տեղեկացնելու եւ այլն, նաեւ մեր սոցիալական հարթակներում ենք ակտիվացրել այս թեման, որպեսզի յուրաքանչյուր հարցի անդրադառնանք եւ հարցից բխող հարցերին կարողանանք պատասխանել։ Ինչքանով որ հասցնում ենք իրազեկել, փորձում ենք իրազեկել, բայց ես հասկանում եմ, որ շատ են նաեւ ապա կողմնորոշող տեղեկատվությունը, ըստ էության այս թեմայի շուրջ աղմուկ է ավելի շատ առաջանում եւ չգիտեմ որտեղից առաջացավ այն թյուր կարծիքը, որ այս բարձրացումները 10,000 դրամով ամենևին չեն վերաբերում աշխատանքային ստաժի տարիներ ունեցող անձանց։ Ես ուզում եմ ուղիղ ասել եւ մեկ անգամ մեկընդմիշտ հիշեցնել մեր քաղաքացիներին, որ առաջին հերթին հենց բարձրանում են նրանց թոշակները, ովքեր ունեն աշխատանքի ստաժի տարիներ, ովքեր աշխատել են։ Եվ գոնե իմ տեսանյութի կոմենտներից ինձ համար զարմանալի էր, որ բոլորի մոտ կար ընկալում, որ շատ աշխատողին ավելի քիչ, չաշխատածին ավելի շատ։ Չկա նման բան, հարգելի քաղաքացիներ, ովքեր երբևէ չեն աշխատել, այսինքն ստանում են ծերության կենսաթոշակ, ծերության նպաստ, նրանցը 46,000 դրամ է։ Մինչդեռ ձեր հաշվարկի հիմքը 10,000-ով բարձրանում է 36,000 դրամ, եւ որքան շատ աշխատանքային ստաժի տարիներ դուք ունեք, այդքան ձեր անձնական գործակիցը բարձր է եւ բնականաբար դուք ավելին կստանաք, քան երբևէ չաշխատած մարդը։
Շատ բարի, Տիկին Տիգրանյան, հետ վճարի հետ կապված մենք գիտենք, որ անգամ Երևանը բնակ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները հաճախ խուսափում են, չեմ կարող ասել որ տոկոսը, բայց խուսափում են առևտուրներ կատարել, գնումներ կատարել, որովհետև այստեղ մշակույթի ձևավորման դեռևս խնդիր կա, սովորել են այսպես կանխիկ եղանակով։ Այստեղ ինչ պետք է այսօր տեղեկանան մեր կենսաթոշակառուները եւ գնան իհարկե այդ եղանակով գնումների եւ ինչ մշակույթը ինչպես կարող ենք փոխել, կարծում եմ շատ տրիվիալ է, բայց ամեն դեպքում երբեմն աշխատանք կա տանելու։ Կան բաներ, որոնք իներցիոն ուժով ավելի մարդիկ զգուշավոր են, պահպանողական են եւ ես հասկանում եմ նրանց մտավախություն, անհանգստությունները եւ նաեւ դրամ փողը շոշափելու իրենց սովորույթը եւ նաեւ հաշվի առնենք այն հանգամանքը, որ մի սերունդ է, որը անցումային շրջանում են ապրել, փողերը փոխվել, բանկերը ուրեմն սնանկանալ, գումարներ կորցնել, խնայ բանկի գումարներ եւ այլն, մարդիկ սիրում են իրենց գումար ունենալ իրենց մոտ եւ ծախսել եւ տեսնել այդ գումարը, ինչը նորմալ է, բնական է, բայց նաեւ այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ եթե 1-2 անգամ սկսում են ուղղակի անկանխիկ գնումներ կատարել եւ ստանալ իրենց հետ վճարը, մենք ինչ ենք ասում, խրախուսում ենք մարդկանց օգնեք ձեզ, որպեսզի մենք կարողանանք ձեր օգնել բարձրացնելու ձեր կենսաթոշակը։ Ըստ էության դա պետություն եւ քաղաքացու համագործակցությունն է, ըստ էության թոշակը անուղղակի ձևով բարձրացնելու եւ այն թիվը թոշակառուների նպաստառուների, որ մենք տեսանք դա այս տարի համակարգ մտան եւ ավելացան, նշանակում է, որ իրենք ուղղակի զգացին այդ խրախուսող նորմը օգնեց կամ իրենք ոգևորվեցին այդ անկանխիկ գնումներ կատարելուց, որովհետեւ իրենց հաշվին հետո տեսնում էին հետ վերադարձ։ Մենք իհարկե հետ վերադարձի շեմը այս տարի ավելացրել ենք, +2% էլ բոլորի համար ենք ավելացրել, ինչը նշանակում է, որ համակարգ ավելի շատ մարդիկներ ուրեմն կմտնեն եւ նաեւ բանկերն են շատ զգուշավոր, եթե հիշում եք առաջին փուլում բանկերն էլ չէին միանում այս համակարգին, իսկ հիմա գրեթե բոլոր բանկերը համակարգին միացած են։ Մեր թոշակառուներն նրանք, որոնք շատ այսպես զգուշավոր են, դե շարունակում են կանխիկ գնումներ կատարել, կարծում եմ, որ իրենք շարունակեն կանխիկացնել գումարը, որովհետեւ մեկը իրենց չի սահմանափակի եւ իրենց գնումները կկատարեն այն տարբերակով, որը գտնում են իրենց ավելի հարմարավետ։ Ի վերջո դա խրախուսում է, բայց ոչ երբեք պարտադրանք, որովհետև հասկանում եք նաև մարդկանց հոգեբանությունը, այդ թղթի, այո, թղթի շոշափելու իրենց սովորույթը եւ ես ավելի շատ բայց կապում եմ իրենց ունեցած փորձառության հետ, վատ փորձառության հետ, որ ունեցել են իրենք միշտ սիրում են իրենց փող ունենալ իրենց ձեռքին, ինչը նորմալ է, հետեւաբար պիտի նաև հաշվի առնենք իրենց կարծիքը, բայց եթե իրենք գնան պետության հետ համագործակցության եւ անկախիկ տարբերակով անեն գործարքներ, ուղղակի կնպաստեն, որպեսզի այս 10,000 դրամը, որ բարձրացել է, եւս 10,000 դրամ իրենք ստանան շարունակական լինի պրոցեսներ։ Շատ բարի, ես հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք խոսում ենք կենսաթոշակների ավելացման, դրանց հաշվարկման մեխանիզմի, այն սկզբունքը, որը ներդրվել է դրանց հիմքում, նպաստների տեսակների, ինչպես նաեւ կենսաթոշակների ստացման հետ կապված նորամուծություններին անդրադառնալով հետ վերադարձի հետ կապված այսպես մշակույթի փոփոխությանը անգամ, որը որ խիստ անհրաժեշտ է նաև նպաստում է ձեր թոշակների փոփոխությանը ժամանակի ընթացքում եւ այս հարցերի շուրջ մեր տաղավարը ենք հրավիրել ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիկ Նաստիգրանյանին։ Շնորհակալություն Տիկին Տիգրանյան եւ ձեզ հետ էր հաղորդման հեղինակ Նարինե Սոլոմոնյանը։ Ցտեսություն։